Բարև մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Ավանդույթի համաձայն շաբաթը սկսում ենք պարոն Նահապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, այն ինչ որ կանխատեսվում էր, տեղի ունեցավ։ Այսօր աշխարհին մի առաջարկ ունի Թրամփը՝ ֆաշիստ, հրեշ, Իսրայել պետության հետ միասին կամ, չգիտեմ, կամ այդ պետությունը ժողովուրդը կորոշի եւ կվռնդի Նաթանյահուին կամ Նաթանյահուն այդպեսին կամ հավաքական այդ ժողովուրդն է այդպեսին, որտեղ ոնց որ թե ողջունում է։ Չէ, ժողովուրդը պատանդա, սիոնիստների ձեռքին պատանդա, իսկապես պատանդա։ Կարող է պատանդե, ամենայն դեպս 200,000-անոց մեծ հանրահավաքներ եղել են, չէ, Նաթանյահուի դեմ, որ ուզում են հեռացնեն։ Այսօր առաջարկը հետևյալն է՝ Թրամփի եւ Միացյալ Նահանգների կամ կապիտուլյացիա կամ առնահեղություն։ Ուրիշ որևէ առաջարկ ունի այսօր պարոն Նահապետյան Միացյալ Նահանգները։ Կամ դուք համաձայնում եք, մեթոդները հիմնականում նույնն են, մի փոքր տարբերությամբ Վենեսուելայում դա աշխատեց, իսկ Իրանում բանեցնում է հին մեթոդը, իհարկե կա մեծ զգուշավորություն, որ ցամաքային մարտերի մեջ հանկարծ չմխրճվեն, որովհետև իրենք տեսան, թե չի լինելու այդպես, այդ ցամաքայինը չի լինելու։ Ինչ եղավ Իրաքում եւ Ադրբեջանում, այ դրանից իրենք զգուշանում են, որովհետև երբ որ արդեն լրահոսով կգնա այսօր 1000 զոհ Միացյալ Նահանգների բանակը ունեցավ, 1000 զոհ Իսրայելի, այդտեղ արդեն իսկապես իրենց իշխանությունը կսասանվի, իսկ իրենք երկուսն էլ իրենց գերնպատակը նաև դա է։ Մյուս կողմից տնտեսապես աշխարհում շատ մեծ թափ է առնում Չինաստանը եւ առողջ մրցակցության փոխարեն, որտեղ որ տեսանք վերջին տարիներին պարտվում է Միացյալ Նահանգները եւ Չինաստանը կարողանում է արդեն այդպես այդ իմաստով տնտեսական առումով մտնել մի շարք տարածքներ, Մերձավոր Արևելք, մեր հարևան երկրներ, Լատինական Ամերիկա, Միացյալ Նահանգները հասկացան, որ ճանապարհը մեկն է, պետք է հրթիռակոծել կամ ուղղակի բանդիտական գործունեություն ծավալել։ Այսօր իրենց գործունեությունը կարելի հստակ ասել, որ բանդիտիզմ է։ Այն ինչ որ իրենք անում են, այսինքն սրանից հետո ասել ինքնիշխան պետություն է այնտեղ մենք գործում ենք, ժողովրդավարությունը մի մոռացեք, ժողովրդավարությունը, միջազգային իրավունքի նորմերից ելնելով պիտի դատենք, չգիտեք ինչի Իսրայելում, որտեղ 200,000-անոց մեծ հանրահավաքներ են եւ ժողովուրդը ընդվզում է եւ չի ուզում տանել իր վրա Նաթանյահուին, այդտեղ ռումբեր չեն արձակվում եւ չեն փորձում այդ խեղճ ու կրակ ժողովրդին ազատագրել բռնապետ ֆաշիստ Նաթանյահուից։ Նույնպիսի ընդվզում դժգոհություն կա Միացյալ Նահանգներում կամ իրենց պրոքսի երկրներում, բայց իրենք հիմա ինչ որ հավաքական արևմուտքը մտածում է տանջվող եւ տառապող Իրանի ժողովրդի մասին եւ իբրև թե իրենք գնում են ազատագրելու։ Ինձ հետաքրքիր է, թե բանը թանկ հագուստներ հագած ամբողջ կյանքում համապատասխան բանով զբաղված Մելանյան ինչի անում, ես կարծում եմ հատիկ իր մազերն է պոկում, որտեվ ինչ պիտի անի այն բանից հետո, երբ որ առաջին հարվածը թիրախավորված եղավ երեխաների դպրոցի վրա եւ այնտեղ արդեն 180-190 անընդհատ թիվը մեծանում է, որտեվ անհայտ փլատակների տակից եւ ոչ միայն ես կարծում եմ, որ Խամենեի, չգիտեմ, թորն է թե ծոռան, ել չեմ ասում դստեր, փեսայի նկարները հիմա պիտի որ ողջ արևմտյան մամուլի առաջին էջերում լինեին այս չքնաղ բալիկի նկարը, թե ինչպես է ոչնչացվել, այդ հրթիռների տակ մնացել եւ ոչնչացել այս երեխան, դե սիրում է չէ խղճի սրտի անի վրա աշխատել, ել չեմ ասում ոչ թե ուղակի ոչնչացնել եւ սպանել, եթե հանկարծ Պուտինը որոշում կայացնել առևանգեր եւ առողջ պահեր, օրինակ Զելենսկուն ինչ էր տեղի ունենալու, չէ, դա կասեին դուք հարցակն եւ այս այն աշխարհն է, քաղաքակիրթ աշխարհն է, որ արդեն 4.5 տարի շարունակ բղավում է, որ տեսեք, փորձում է ինքնիշխան Ուկրաինայի տարածք մտնել եւ բան, բայց մինչդեռ այդ Ուկրաինայի
ես չգիտեմ, ինձ թվում է 90% ռուսախոս ժողովուրդ, այնտեղ Պարիսպուն իմաստով, չգիտեմ, մեծ հատվածներում ապրում էին ռուսներ եւ ենթարկվում էին ճնշումների, բռնությունների, կրակահերթերի եւ հարձակումների տակ են իրեն ժողովուրդը եւ այս դեպքում ինքը Ռուսաստանի Դաշնությունը օգնության ձեռք մեկնեց իր ժողովրդին։ Բայց տեսեք ինչ է դա ընկալում, չէ՞, բայց հիմա որևէ մի ինչ-որ բան Իրանի ներսից չի լսվել, չէ՞, այդպիսի ձայներ, ինչ-որ կազմակերպություններ, կուսակցություններ, որ դիմեն, պահանջեն, խնդրեն եւ ասեն, օրինակ Միացյալ Նահանգներ եւ Իսրայել հրթիռներով եկեք, մեզ մորթեք սպանեք ու ազատագրեք, չի եղել, չէ՞, ոնց որ թե այդպիսի։ Ես այս բան ոնց եմ գալիս ուղակի սարկազմով։ Այո։ Հիմա տեսեք, նաեւ ինչ է տեղ ունենում, այս նույն արևմուտքն է, որ իբրև թե բանակցություններ, բան ասեցի խոսքի սկզբում, որ միջազգային իրավունք եւ այլն Վենեսուելայի հետ Վենեսուելայի նախագահ Մադուրոյի հետ ընթանում էին բանակցություններ եւ կար ինֆորմացիա, որ մեծ հաշվով ինքը համաձայն էր մի շարք պայմանների հետ, տեսանք ինչ արեցին, նրանք ընդհանրապես ժամանակ շահեցին եւ այդ ընթացքում կարողացան ցանցով մտնել ներս եւ ներսում որոշակի դավաճանական ինչ-որ բան ունեցան եւ կարողացան իրենց ծրագիրը իրականացնել։ Նույնը Իրանի հետ տեղի ունեցավ, սա ուղղակի այս ռուսական Telegram կանալներն են այս օրերին շատ անդրադառնում դրան, որ նույնը Իրանում էր։ Ուրեմն օմանցի մի այդ որտեվ միջնորդ երկիր չասեմ, որ այդպես ներկա եղել նրանցից մեկը եւ ասում է, որ գրեթե հիմնական պահանջների հետ իրանական կողմը համաձայն է եղել։ Սա ինչի մասին է խոսում, որ ոչ թե Միացյալ Նահանգները տանում են բանակցություններ, այլ Միացյալ Նահանգները ընդամենը իրենց ծրագիրն են այդ հասունացնում, հասցնում ինչ-որ մի պահի եւ ժամանակ են շահում եւ իրականացնում են իրենց ֆաշիստական ծրագիրը։ Այսօր մեր հարևան երկիրը կրակների մեջ է, Նաթանյահուն հասավ նրան, որ ողջ տարածաշրջանը կրակի մեջ է, առուծի մռնչոց, չէ, այսպես է կոչվում, իսկապես կայսրությունը իր չգիտեմ վերջին թե որ պարոն Նահապետյանը ճիշտ կասի իր մռնչոցն է արձակում, ինքը հասկանում է, որ կյանքի մահի հարց է կամ կայսրության